Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղարաբաղի ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի գործողությունները որակում է ահաբեկչություն եւ անհասցե հայտարարությունների հետևանք։ Սա բացահայտ լկտի ահաբեկչություն է եւ սա մարտահրավեր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Միսկի խմբին։ Եվ արդյունք է Ալիևի նման լկտի պահվածքը նաեւ որոշ դեպքերում միջազգային հանրության կողմից հնչեցվող անհասցե գնահատականների։ Աղվան Վարդանյանը կարծում է, որ էսկալացիան ուղիղ կապ ունի Ալիևի Միացյալ Նահանգներում գտնվելու հետ։ Բանն այն է, որ Ալիևը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ շարունակելու է սրել իրավիճակը։ Ցավոք միջազգային հանրությունը դեռևս չի կարողացել այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ զսպի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, կարծում եմ սա եւս եւ Յակոմինսկի խմբի համանախագահող երկրների եւ այդ խմբի նախագահների համար պիտի դաս լինի, պիտի եւս իրենք կարողանան այնպիսի գործուն մեխանիզմներ գտնել, որ սահմաններում հանդարտ լինի, որ պայմաններ ստեղծվեն խաղաղ կարգավորման համար։ Թևան Պողոսյանը աննախադեպ էսկալացիան պայմանավորում է Ադրբեջանի նախագահի հաշվարկով։ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգներում մտադիր էր Ղարաբաղի հարցում գործարք իրականացնել, սակայն իրականացել է նրա համար ամենավատագույն սցենարը։ Միջև այդ բաց թողեց իշոր բանտարկյալներին, հասարակական կազմը ինքը մտածում էր, թե դրանով երևի իշոր քայլեր կանի կարողանա այնտեղ այլ տեսակի առևտուր կամ խոսալ։ Նույնիսկ հրաժարվեց հանդիպել Միսկի խմբի համանախագահների հետ։ Ադրբեջանի գործողությունները հանրապետական Արմեն Աշոտյանը նույնպես համարում է ահաբեկչական, քանի որ Ադրբեջանն արհամարում է միջազգային կառույցների խորհուրդները եւ կրակ է բացում խաղաղ բնակչության վրա։ Ադրբեջանի ղեկավարության եւ Եգիպտի միջև դժվար է տարբերություն գտնել, երբ որ գնդակոծվում են խաղաղ բնակչություն, երբ որ ահաբեկչական հարձակումներ են տեղ ունենում եւ դիվերսիոն խմբեր են ի հայտ գալիս։ Արկադի Տեր-Թադևոսյանը լարվածության սրումը համարում է սպասելի, որովհետև Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը չի փոխվել, բայց միևնույն ժամանակ գեներալը պնդում է, որ Ադրբեջանի զինտեխնիկան կիրառելի չէ Արցախում եւ լայնածավալ պատերազմը առաջին հերթին ձեռնտու չէ Ադրբեջանին։ Տեսնում եք այս կարմիր գիծը, սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, որն ամբողջությամբ լեռնային է, իսկ Ադրբեջանն ամբողջովին հարթավայրային է։ Նրանց ունեցած ծանր ռազմական տեխնիկան ի վիճակի չէ արդյունավետ գործողություններ կատարել Արցախում։ Քաղաքական գործիչների համոզմամբ այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը։ Պաշտոնական Բաքվի սադրիչ գործելակերպն էլ պետք է արժանանա հստակ գնահատականի։ Զորապ Հարոյան, Արման Մալխասյան, Աղվան Ասոյան, ժամը լրատվական։